Ի տարբերություն Մարգարիտա Սիմոնյանի շատ միամիտ ու կեղծ հռետորաբանության, պատմությունը փաստում է, որ հայ առաքելական եկեղեցու գոյության դեմ դարերով պայքարել են ամենազանազան նվաճողներ, պարսիկներ, հռոմեացիներ, սելջուկներ, օսմանցիներ, մոնղոլներ, թաթարներ, նույնիսկ տարածաշրջանի ցեղապետությունները։ Բոլորը փորձել են սահմանափակել հայ եկեղեցու դերը, փորձել են ենթարկեցնել նրան, բայց նրանցից ոչ մեկին չի հաջողվել ոչնչացնել հայ եկեղեցին, որովհետև այն եղել է ոչ միայն հայ ժողովրդի հոգևոր կենտրոնը, այլև հայ ժողովրդի ազգային դիմադրության ուրեմն եւ գոյության առանցքը։ Եկեղեցու ինքնիշխանությանը իրական համակարգված եւ պետականորեն հաստատված հարված է հասցրել միայն Ռուսաստանը։ 1836 թվականին ուրեմն Նիկոլայ առաջինը իր հայտնի ստորագրած Պոլոժենիով ուրեմն Սուրբ Էջմիածինը զրկեց իր վարչական եւ հոգեվոր ինքնավարությունից, այն ենթարկեցնելով ռուսական իշխանության վերահսկողությանը։ Այսպիսով պատմության մեջ առաջին եւ միակ դեպքը, երբ հայ եկեղեցին օրինական կերպով ենթարկվել է արտաքին ուժի, դա եղել է ցարական Ռուսաստանը։ Այսօր այս պատմական փուլում մեր առաջ կանգնած խնդիրը ռուսական համակարգային ազդեցության քաղաքական եւ նաեւ հոգեվոր ճնշման լիարժեք չեզոքացումն է, եւ մենք հասնելու ենք այդ նպատակին։